Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը քննարկել են թրիփի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը, ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, երրորդ երկրներից հացահատիկի եւ այլ ապրանքների տարանցման կապակցությամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն էմիրություններում մասնակցել են Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։ Էդմոն Մարուքյանն այս հանդիպումից երկու սցենար է ակնկալում. կամ Ադրբեջանի զինված ուժերը դուրս կգան Հայաստանի ինքնիշխան տարածքներից, կամ Հայաստանի իշխանությունը գնալու է նոր միակողմանի տարածքային զիջումներին։ Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին։ Հույդա բյուրոյի անդամ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ Լորան Վոկեյնի ներկայացրած բանաձևին, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբ, կողմ է քվեարկել 183 պատգամավոր։ Փափազյանը նշել է, որ զրոյի են հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում։ Ժամկետներից չենք շեղվելու, մարտին կունենանք նոր սահմանադրության տեքստ, որը ենթակա կլինի հրապարակման, հայտարարել է Արդարադատության նախարար Սրփույգ Գալյանը։ Նոր սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարել էր. տեքստում անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով դա իր քաղաքական դիրքորոշումն է։ Նախարարը նաև պատասխանել է լրագրողների մյուս հարցերին, ասել, որ սիրիացի վարձկաններին Հայաստանը Թուրքիայի միջոցով փոխանցել է Դամասկոսին այն պայմանով, որ նրանք շարունակեն կրել իրենց պատիժը։ Այդ անձին փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով, այսինքն պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել, եւ հարցը կարգավորվել է քրեական բարույթներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի կարող է process-ը իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Եվ դա արվել է գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք, եւ արվել է նաեւ Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունը ավելի արդի դարձնելու նպատակով։ Այսինքն մենք արգելված է Թուրքիայի միջոցով իրականացնելու։ Ավելի տեսեք, մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում եւս ընտրվել է այդ ճանապարհը եւ վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել։ Այսուհետև բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիները ՀԴՄ կտրոն կստանան։ Իշխող ուժի падգամավոր Ծովինար Վարդանյանն է բացատրել, թե ինչու է արվում այս փոփոխությունը։ Այդ ամբողջ դատան հավաքվելու է Արմեդ ծրագրային համակարգում մարդկանց ծառայությունների այն ծառայությունների մասին, որոնցից մարդիկ օգտվել են, որը հետագայում նաև հնարավոր կլինի եւ դա վերլուծելով ապահովագրության խնդիրները, այսինքն վերհանել հասկանալ թե մարդիկ կոնկրետ որ ծառայություններից են ավելի շատ օգտվել, այսինքն մենք մեկ միասնական կարելի ասել տեղեկատվական համակարգ արդյունքում կունենանք։ Ըստ ամերիկյան Axios պարբերականի Թեհրանը ցանկանում է փոխել ամերիկացիների հետ հանդիպման վայրը, առաջարկելով բանակցությունները Ստամբուլի փոխարեն անցկացնել Օմանում։ Բացի վայրից Իրանը պահանջում է վերանայել նաև բանակցությունների հիմնական ձևաչափը։ Թեհրանը պնդում է, որ հանդիպումը պետք է լինի երկկողմյայն Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու Իրանի խնդրանքին։ Հանդիպումը տեղի կունենա Օմանում ուրբաթ օրը։ Այս տեղեկությունից առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմական ուժերը խոցել են իրանական Շահեդ 139 անօդաչու թռչող սարքը։ Այն մոտեցել էր Արաբական ծովում գտնվող Աբրահամ Լինքոլն ավիակրին։ Իրանական դրոնը ոչնչացվել է ամերիկյան F-35C
կործանիչի հարվածից ինքնապաշտպանության և ավիակրի անձնակազմի անվտանգության ապահովման նպատակով։ Իրանի պետական թաքսիմ գործակալությունը հաղորդել է, որ միջազգային ջրերում կապը կորել է մեկ ԱԹՍ-ի հետ, սակայն պատճառը դեռ անհայտ է։ Երևանում մայրը մանկահասակ երեխաների հետ հիվանդանոց է տեղափոխվել մարմնական վնասվածքներով, երեխաները 2 և 3 տարեկան են, պարզվել է, որ կոտրվել ու նրանց վրա է ընկել տան լոգախցիկի ապակին։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, փետրվարի 12-ից կմեկնարկեն ՔՊ նախընտրական ընտրությունները, որոնք ընթանան երրորդյա ժամկետում։ Բոլոր մարզերի և Երևանի ՔՊ տարածքային կառույցների անդամները, ՔՊ հանձնաժողովի պատվիրակները էտապ-էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձևավորեն ՔՊ նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ և առաջադրված ու ՔՊ վարչության կողմից գրանցված 280 թեկնածուից ընտրություն կկատարեն 50 թեկնածուի օգտին։ Ապա ցուցակը կձևավորվի ռեյտինգային կարգով ըստ հավաքված ձայների։ Շատ ձայներ հավաքած անձինք ցուցակի վերևի հատվածում։ Երրորդյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 թեկնածուի միջև ընտրեն։ Նաև վարչապետի թեկնածուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։ Քաղաքացիական պայմանագրում բոլորը շունչները պահած սպասում են փետրվարի 12-ից 15-ին։ Բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմների երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը, բոլորին ասվել է գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք։ Նույն աղբյուրը գրում է. Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Հռիփսիմե Հունանյանին հրաժարական պարտադրելուց հետո իշխող թիմն աննախանձելի վիճակում է հայտնվել, քանի որ չունեն հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու և տևական ժամանակ փնտրտուքի մեջ էին, ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի։ Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահի տեղապահել չեն կարող նշանակել, քանի որ հանձնաժողովը չունի նախագահի տեղակալ, որը ըստ ԱԺ կանոնակարգի մի քանի ամիս կկատարեր նախագահի լիազորությունները մինչև նոր ընտրությունները, քանի որ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվել է այդ պաշտոնից։ Այս ընթացքում երկու պատգամավոր է ինքնաառաջադրվել։ Առողջապահության մշտական հանձնաժողովի անդամ, ընդամենը մի քանի ամիս առաջ մանդատ ստացած պատգամավոր Վանիկ Օհանյանը Վանաձորից, որը փոխարինել է Լորվա մարզպետ նշանակված Արեն Մկրտչյանին եւ իդեպ բժշկական կրթություն ունի, Վանաձորում գործող Օհանյան ատամնաբուժական կլինիկայի հիմնադիրն է։ Մյուս առաջադրվածն էլ որքան էլ տարակուսելի հնչի, Տրդատ Սարգսյանն է Վայոց ձորի նախկին մարզպետը, որի անունը շոշափվում էր տարիներ առաջ փոխգնդապետին ծեծելով կոմայի մեջ գցելու պատմության շրջանակներում եւ որի պատճառով նա հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից։ Հրապարակը գրում է, մինչ իշխանությունը թեժ նախընտրական պայքարի մեջ է և 24/7 ռեժիմով աշխատում է ընդդիմության դեմ, Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները Հայաստան դաշինքից Գառնիկ Դանելյանը և պատիվ ունեմից Հայկ Մամիջանյանը գործուղման են մեկնել Շվեդիա փետրվարի 1-ից 3-ը։ Պատվիրակության ղեկավարը ընդդիմությանն ամենից շատ վիրավորած Ռուբեն Ռուբինյանն է։ Կազմում են Վլադիմիր Վարդանյանը, Լուլուն, Լուսինե Բադալյանը։ Այցի ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական վերահսկողության, ընտրողների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցության ու շփումների հարցեր։ Աշխատանքային ճաշ ձևաչափով հանդիպումներ են ունեցել Ուփսուլայի նահանգապետ Ստեֆան Ատեֆալի, Շվեդիայի Ռիքսդագի նախկին նախագահ Բյորն ֆոն Սիդովի հետ, այցելել են Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակ։ Սակայն ազգային ժողովի կայքի լուսանկարներից երևում է, որ ընդդիմադիրներն ամաչում են Դանիելյանը թաքնվել է մի շվեդի թիկունքում, Մամիջանյանի գլխի մի մասն է երևում։ Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը, նրա եկամուտները տարեց տարի աճում են։ Նիդերլանդների թագուհին 54 տարեկանում զորագոչվել է զինվորական ծառայության, մաքսիման սովորելու է զենքի հետ ճիշտ վարվել, ծանոթանալու է նավարկության հիմունքներին։ Պաշտպանության նախարարությունը հույս ունի, որ թագավորական ընտանիքի միջոցով իրենց երկրում զինվորական գործը ավելի գրավիչ կդառնա։ CNN-ի լրագրողը զայրացրել է Թրամփին, դուք ամենավատ լրագրողն եք, CNN-ը վարկանիշ չունի ձեր նման մարդկանց պատճառով։ Ես քեզ ճանաչում եմ արդեն 10 տարի և կարծում եմ, որ ես երբեք չեմ տեսել, որ դու ժպտաս, ինչու չես ժպտում, քանի որ դու չես ասում ճշմարտությունը, ասել է Ամերիկայի նախագահը։
Կինացիները մարդանման ռոբոտ են ցուցադրել, որը մինչև այժմ գոյություն ունեցող մոդելներից ամենաարագավազն է։ Այն կարող է վազել վայրկյանում մինչև 10 մետր արագությամբ, սակայն մարդկանց գերազանցել դեռևս չի ստացվում։ Ամենաէքստրեմալ ատրակցիոնն են կառուցել Սաուդյան Արաբիայում, այն միանգամից 5 ռեկորդ է սահմանել։ Կարուսելներն այնքան արագ են ու բարձր, որ զարմացնում են նույնիսկ էքստրիմի սիրահարներին։ Ճապոնիայում առադյան պատճառով 35 մարդ է մահացել, նրանց մի մասի կյանքը չի հաջողվել փրկել, երբ ձյուն մաքրելու ժամանակ ընկել ընտանիքից։ Եվ եղանակ տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը 5 նիշ կբարձրանա։ Հետևեք անցուդարձին, ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։